Պարոն Կարապետյան, դուք հավակնում եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին, հիմա խոսում եք անվտանգային խնդիրների մասին, սոցիալական, տնտեսական, այդ ոլորտներում առաջարկում եք ձեր տեսլականը, թե ինչպես պետք է զարգացնել։ Դուք, պարոն Կարապետյան, բայց նախկինում այս ու շատ այլ Հայաստանի համար կենսական նշանակության հարցերի խնդիրների վերաբերյալ դիրքորոշում չեք հայտնել։ Մասնավորապես, երբ Հայաստանի Հանրապետությունը 400 միլիոն ամերիկյան դոլար տվեց Ռուսաստանի Դաշնությանը զենք ստանալու համար, մի ծանր վիճակում 2021 թվականն էր, 21-22 թվականը 44-օրյա պատերազմից հետո, դուք դիրքորոշում չհայտնեցիք, թե ինչու Ռուսաստանը գումարը վերցրեց և զենքը չտվեց։ Պարոն Կարապետյան, դուք դիրքորոշում չհայտնեցիք այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք, օկուպացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքները և Երևանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց ՀԱՊԿ-ը չարձագանքեց ՀԱՊԿ կանոնադրության համաձայն։ Պարոն Կարապետյան, դուք տարիներ շարունակ ապրելով և գործունեություն ծավալելով Ռուսաստանի Դաշնությունում երբևէ չեք արձագանքել, դիրքորոշում չեք հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը, որի հետ ի դեպ պատրաստվում եք խորացնել հարաբերությունները, տարիներ շարունակ Ադրբեջանին վաճառել է հարձակողական զենքեր, որոնցով սպանվել են հայեր։ Ինչու եք լռել, պարոն Կարապետյան, այս թեմաների վերաբերյալ, ինչու գնահատական չեք հայտնել, որն է եղել կաշկանդվածության պատճառը։ Նարեկ, դու մոռացար գլխավոր հարցը տալ, ինչը խոստացար չմոռանաս։ Ես քանի որ Տիկին Ղարամանյանը նշել է, որ ունենալու եմ ևս հարց իրավունք, դա նախատեսել եմ։ Նայ, Նարեկ, ես վստահ հայտարարում եմ, չկա աշխարհում հայ, որ ավելի շատ բան է արել Հայաստանի բանակի համար, չկա աշխարհում հայ, ես նկատի ունեմ ոչ պաշտոնական անձանց, որտեղ Փաշինյանը շատ բան արել, ինձ թվում է, որ ձեր ասած օրերին ավելի շատ նպաստել է, որ Ղարաբաղում պատերազմը կանգնի, դուք ճիշտ կլինի, ես չեմ կարող, ամենածանր հարցն է ինձ համար, քանի որ ես չեմ կարող փակագծեր բացել, այդ հարցը ուղղեք թե Փաշինյանին, թե վերջին տարիների Հայաստանի պաշտպանության նախարարներին, նույն 44-օրյա պատերազմի պաշտպանության նախարարին, թե Արցախի հենց հետ վերադարձրինք իշխանություններին և դուք բոլոր ձեր հարցերի պատասխանը կստանաք իրենցից, քանի որ ես չեմ կարող այդ հարցին բացված պատասխան տալ, դրա պատասխանը տվել է Փաշինյանի շեֆը, երբ ինձ հայտարարել է միջազգային հետախուզում։ Միջազգային հետախուզում չեն հայտարարում մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել այդ օրերին։ Նա միջազգային հետախուզում չհայտարարեց ոչ Փաշինյանին, ոչ իր խմբակի գոնե մեկ անդամի։ Դրա համար դիմեք իրենց, կստանաք պատասխան, եթե չի բավարարի, նորից կհարցնեք։ Քանի որ արդեն հավաքվել ենք, պարոն Կարապետյան, գուցե դուք ասեք, ինչ էիք անում այն ժամանակին, ինչպես էիք ձեր կապերը օգտագործում, որ հայերին սպանելու համար Ռուսաստանը զենքեր չվաճառի, կամ Ռուսաստանին ում հետ եք խոսել, որ 400 միլիոն դոլարը վերցրեցին, զենք չտվեցին։ Դուք ասում եք գնացեք հարցրեք Փաշինյանին, բայց ես ձեր դիրքորոշում, դուք օքեյ եք դրա հետ, որ փողը վերցրե, զենքը չեն տալի։ Ես օքեյ չեմ, որ Հայաստանը ղեկավարում է թույլ իշխանությունը։ Ես օքեյ չեմ, որ Հայաստանի իշխանությունը նույնիսկ զենք գնելու ձևը չգիտի։ Զենք երբ որ գնում ես,
զենքը ստանում ես։ Հիմա դուք ինչ եք ուզում, իրեն ձախողումներին ես բացատրություն տամ, կարամ տամ, եթե շատ եք ուզում, բայց դա կլինի ոչ կոռեկտ։ Ես չեմ ուզում անցնեմ այդ սահմանը։ Գնեք, դուք կաշկանդված եք Ռուսաստանի իշխանություններին քննադատելու հարցում։ Իսկ դու ինչ քեզ չէ, Ռուսաստանի իշխանություններին անտեղի քննադատելու հարցում ես ոչ թե կաշկանդված եմ, ես բարոյական իրավունք չունեմ, անտեղի քննադատեմ մարդկանց։ Չէ, դե որ ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, դա անտեղի քննադատություն է։ Եթե ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տամ ՀԱՊԿ-ին, դուրդ կգա, որ կզգաս ես կաշկանդված եմ։ Իհարկե ես հարցեր ունեմ ՀԱՊԿ-ին։ Իհարկե ես հարցեր ունեմ բոլոր այդ process-ներին, որը բերեցին մեր ազգի խայտարակությանը։ Բայց քանի որ ես իշխանություն չեմ եղել, ես չգիտեմ ինչ պայմանավորվածությունների սահմաններում, հիմա միգուցե Բաժինյանը չի էլ դիմել ՀԱՊԿ-ին, ես նստեմ բացատրեմ, թե ՀԱՊԿ-ը գործունեություն չի ծավալել։ Հենց ունեցանք իշխանություն, բոլոր հարցերի պատասխանը դուք կունենաք, բայց այսօր եղունգիս նայեմ, ով ինչ է արել այդ պայմաններում, ես որպես հայ իմ պարտականությունները, իմ պարտքը, իմ հայրենիքին շատ ազնիվ, ասում եմ, ամենամեծ ձևով արել եմ, որի մասին չեմ կարող խոսել։ Շնորհակալություն։ Բայց այն հարցը չտվիր Նարեկ։ Լավ, եթե Հետո չասես էլի դատարանի մոտ։ Շատ լավ։ Պարոն Կարապետյան, տեղյակ եք իշխանությունները ձեզ քննադատում են նաև այն բանի համար, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին հայտարարել եք, մեջբերեմ, Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի անունից կոչ եմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին եւ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել նոր զոհերից, այդ թվում նաեւ խաղաղ բնակչության շրջանում խուսափելու համար։ Իշխանություններն ասում են օրինակ, որ սա կարող էր օրինակ ԵԱԿ Միսկի խումբը անել այս հայտարարությունը կամ Դանիայի արտգործ նախարարությունը, բայց ոչ հայը, դուք ինչպես կմեկնաբանեք այս քննադատությանը։ Ինձ թվում է դատարանում այդ հարցը ինձ տալուց, դրանից հետո Փաշինյանը մի երկու օր կանգներ ձեր տան դեմը, քեզ խնդրեր, որ այդ հարցը դու նորից չտայիր ինձ։ Ինչու՞։ Քանի որ այդ հարցի պատասխանը Փաշինյանը լավ գիտի։ Ես չգիտեմ ով է այդ էքսպերտը, որ դա որոշել է, որ դա հավասարության նշան եմ դրել։ Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ։ Դա անտեսեց Փաշինյանը իր մեծամտությամբ եւ մենք ունեցանք ինչ որ ունեցանք, մնացածը նորից ես չեմ բացի փակագծեր, եթե ինքը կգտնի հարմար, թող ինքը բացի։ Եվ քան մեկ հարց էլ ունեմ, սա էլ տամ եւ վերջացնենք, շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, դուք ձեր թիմակիցները հայտարարում եք, որ ուժեղ Հայաստանում ստեղծելու է 300,000 աշխատատեղ, իսկ ՀՊ-ն 300,000 ադրբեջանցիների վերադարձ է ապահովելու։ Իշխանությունները, պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ասում են, որ վերադարձ որևէ ուղղությամբ չի կարող լինել, նույնիսկ փակել են արցախցիների Արցախ վերադառնալու միջազգայինորեն, հա, այդ իրենց իրավունքը, եւ այս կոնտեքստում ուզում եմ հասկանալ, երբ իշխանություններն ասում են, որ արցախցիները Արցախ չեն գնալու, ադրբեջանցիները չակերտավոր, ասած Հայաստան վերադարձը նկատի ունեմ, չակերտավոր չի լինելու, որտեղից ձեզ տեղեկություն, պարոն Կարապետյան, որ 300,000 ադրբեջանցի է գալիս, որտեվ այդ վերադարձի մասին մեկ խոսում է Ալիևը եւ մեկ խոսում է ուժեղ Հայաստանը, ձեր թիմը դուք կարող եք այլ պայմանավորվածությունների մասին տեղեկություններ ունեք, որ հանրության համար հասանելի չեն, եթե այո, ապա կխնդրեմ ասել։ Ես ելնում եմ նրանից, որ վերջին տարիներին Ադրբեջանի նախագահը ինչ հայտարարել է, շատ կարճ ժամանակում դա իրականություն է դարձել։ Եվ ես չեմ լսել
որ բացի թմբուկ նվագելուց Փաշինյանը դրան արձագանքել է։ Դրա համար ես առաջարկում եմ, ինձ թվում է դու լավ հարաբերություններ ունես Փաշինյանի հետ։ Այնքան որքանով ձեր հետ։ Ահա, դե ուրեմն կարող ես իրեն առաջարկել, երբ բարձրանում է ազգային ժողովի ամբիոն, առանց ցնցումների մեջ ընկնել, թող հայտարարի, որ 300,000 ադրբեջանցի չի գալու Հայաստան։ Թող հայտարարի, որ Ադրբեջանը Հայաստանից ոչինչ չունի ստանալիք։ Ես չեմ լսում այդպիսի հայտարարություններ, դրա համար մենք ունենք վստահություն, ես չգիտեմ պայմանավորվածությունների մասին, չեմ ուզում սուտ խոսամ, բայց նայելով այս ամենին վստահ եմ, որ ադրբեջանցիները շատ լուրջ են տրամադրված եւ եթե մենք չկանգնեցնենք այդ process-ը 300,000, միգուցե 500,000 հաշվի առնելով ադրբեջանցիների բազմանալու արագությունը կանցնի տարիներ մենք տեսնենք միգուցե միլիոն ադրբեջանցի Հայաստանում։ Դրա համար մենք այդ մտավախությունը ունենք եւ ամեն օր թմկահարում ենք դրա մասին։ Դուք մի մտածեք, թե մենք դրանից հաճույք ենք ստանում։ Դա շատ կարևոր հարց է մեր երկրի համար մենք տեսնում ենք երկու կարևոր հարց։ Կորցնենք Սյունիքը ինչ որ տեսքով եւ ունենանք ադրբեջանցիներին Հայաստանի տարածքում իրենց լավ զգալու։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։